չի կարելի ուղղակի 10 դրվագում անուններով նշել առերևույթ հանցագործության դրսևորումների մասին, այն դեպքում, երբ որ այս գործերը դատական վախճան պիտի ունենան, կամ եթե չեն ունենալու, ձեր մոտ են ուրեմն ավարտվելու։ Ոնց կարելի է մարդկանց անունները նշել այստեղ, հրապարակվող պաշտոնական փաստաթուղթ եւ այս ամբիոնից էլ մարդկանց ներկայացնել մեղադրանքներ ու ասել, որ մեղավոր են, հանցագործ են, SN-ն։ Դրա համար գոյություն ունի դատարան, դրա համար գոյություն ունի արդարադատության համակարգ, դուք կարող եք ընդամենը ենթադրություններ անել։ Այդ ոնց է լինում, երբ որ ձեզ հարց ենք տալիս, ասում ենք, «Էս ինչ դեպքով վարույթ կա նախաձեռնված, թե չէ», ասում ենք, դա գաղտնիք է։ Անհատական տվյալների շրջանակներում, պետական գաղտնիքի շրջանակներում, այդ որ դեպքի մասն եք հարցնում, առանց նույնիսկ անվանական անուններ հնչեցնելու առաջարկի։ Դա ստեղ մարդկանց անուններ հնչեցնելը, ձեզ իսկի չի հուշում, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Թե այդ հրեշները մենակ ընդդիմադիրների մեջ պիտի փնտրել։ Այս մեծ հատվածի վրա իշքան այդ նույն գնահատման հրեշներ են նստած, կամ նստած էին հիմա այլ պաշտոնների վրա են։ Բազմաթիվ անուններ կարող ենք հնչեցնել։